Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը խոյ նշանի համար։ Սիրելի ընկերներ, պետք է նայել հորոսկոպը առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև նոր արևի նշանով։ Արևի նշանը դա մեր իմացած հորոսկոպի նշանն է, իսկ ասցենդենտի նշանը որոշվում է ծննդյան ժամով։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, բայց գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, րոպեի ճշգրտությամբ, կարող եք մեկնաբանություններում գրել, նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճշգրիտ ժամը, սիրով ձեզ կօգնեմ գտնելու ձեր ասցենդենտը։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր հորոսկոպին, կներկայացնեմ մոլորակների դիրքավորումը այս ամսում, կնշեմ լարված օրերի մասին, կասեմ, թե բոլորից շատ այդ լարվածությունը որ օրերի ծնվածներն են կամ ասցենդենտի որ աստիճաններն են զգալու։ Այսպիսով, սիրելի խոյեր, արևը մինչև ամսի 21-ը կգտնվի երկվորյակ նշանում, իսկ դա ձեր երրորդ տունն է։ Երրորդ տունը իրենից ներկայացնում է բանակցությունները, խոսակցությունները, դասընթացները, ինչ-որ պայմանագրեր, քննարկումներ, ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոցներ, կենցաղային տեխնիկա եւ այլն։ Եթե վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ գործողություններ պետք է կատարեք, ապա հիանալի ժամանակահատված է դրա համար։ Կարող եք գնալ հանգիստ դասընթացների, կապի տրանսպորտի միջոց գնել կամ վաճառել, եթե ցանկանում եք, կենցաղային տեխնիկա կամ ինչ-որ բանակցություններ, փաստաթղթեր եւ այլն։ Նման հարցերով զբաղվելը շատ լավ է այս ժամանակահատվածում։ Ամսի 21-ից սկսած արևը կանցնի խեցգետի նշան ձեր 4-րդ տուն, իսկ 4-րդ տունն իրենից ներկայացնում է մեր ընտանիքը, ընտանիքի անդամները, բնակության վայրը, մայրը, ինչպես նաև անշարժ գույքեր կապված հարցերը։ Վերոնշյալ թեմաների շուրջ լավ ժամանակահատված է, բայց ամսի 21-ից մինչև 28-ը հանգած ժամանակահատվածում ցանկալի անեք, որովհետև հիմա կնշեմ թե ինչու։ Մերկուրի մոլորակը հունիսի 1-ից սկսած մինչև ամսի 29-ը գտնվելու է խեցգետի նշանում ուղընթաց դիրքով։ Իսկ քանի որ մինչև ուղընթաց լինել, այսինքն մինչև ամսի 22-23 հանգած ժամանակահատվածում լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ընտանիքի հետ կապված հարցերով, ընտանիքի անդամների հետ կապված հարցերով, առուծախի անշարժ գույքին վերաբերող հարցերով։ Արդեն հունիսի 29-ից սկսած մինչև հուլիսի 23 հնկած ժամանակահատվածում Մերկուրին դառնալու է հետընթաց, բերելով ինչ-ինչ հարցերում ուշացումներ կամ վերանայում։ Մեր հետընթաց Մերկուրիի հետ կապված սիրելի ընկերներ արդեն առանձին նյութ ունեմ տեղադրած, որպեսզի հիմա չկրկնվեմ, կարող եք անցնել իմ YouTube-յան ալիքում էջում տեսնել, որպեսզի պայմանավորվենք, որպեսզի հասկանաք, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում եւ որ ոլորտում կբերի Մերկուրին հետընթաց Մերկուրին իր փոփոխությունները։ Վեներա մոլորակը մինչև հունիսի 13-ը կգտնվի խեցգետի նշանում ձեր 4-րդ տանը, լավ ժամանակահատված է, որպեսզի տանը կոսմետիկ վերանորոգում անեք կամ տանը ինչ-որ կոմֆորտի իրեր գնեք, ինչպես նաև եթե անշարժ գույք պետք է գնեք վաճառեք, ապա այս ժամանակահատվածը բարենպաստ է։ Ամսի 13-ից հետո Վեներան կանցնի առյուծ նշան ձեր 5-րդ տուն, բերելով ինչ-որ հաճելի նորություններ ձեր երեխաների հետ կապված, ինչպես նաև նոր սիրավեպ կարող է սկսվել։ Մարս մոլորակը մինչև հունիսի 29-ն է գտնվելու ցուլ նշանում, դա ձեր 2-րդ տունն է։ 2-րդ տունն իրենից ներկայացնում է ֆինանսները, մեր ֆինանսական կուտակումները, այն ամենը, ինչը մեզ համար արժեք է ներկայացնում։ Աշխատավարձը եւս 2-րդ տանն է պատկանում։ Մեր կողմից աշխատած գումարներին է վերաբերվում։ Մարսը ձեզ կօգնի ել ավելի ակտիվ կերպով աշխատել, ակտիվ կերպով փորձել ֆինանսական հարցերում նոր ուղիներ փնտրել գումար աշխատելու։ Ամսի 29-ից սկսած Մարսը կանցնի երկվորյակ նշան ձեր 3-րդ տուն։ Սիրելի ընկերներ, այս ժամանակահատվածը ամսի 29-ից հետո եւ արդեն հաջորդ ամսվա ընթացքում, եթե պետք է ճանապարհ գնաք, եղեք շատ զգույշ, հնարավոր է օրինակ մեքենայի շարժիչի հետ խնդիրներ առաջանան, կամ հնարավոր է վիճաբանություն, տարաձայնություններ լինեն քույր եղբայրների հետ, գոլեգաների հետ, հարևանների հետ, նման հարցեր կարող են լինել։ Ինչպես նաև ձեր հեռախոսների կապի տրանսպորտի միջոցների նկատմամբ եղեք զգույշ, քանի որ հնարավոր է կոտրվեն կամ ինչ-որ անսարքություններ առաջանան։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, ամսի 30-ից սկսած 1 տարով անցնելու է առյուծ նշան ձեր 5-րդ տուն, բերելով իր մեծ փոփոխությունները ձեզ։ Այժմ այս հոլովակի ընթացքում չեմ ասի թե ինչ փոփոխություններ, քանի որ արդեն առանձին հոլովակով ես ունեմ տեղադրած թե Յուպիտերը առաջիկա ժամանակահատվածում առաջիկա տարվա ընթացքում ինչ դրական փոփոխություններ է ձեզ բերելու, անպայման հղումը կթողնեմ մեկնաբանություններ բաժնում կամ կարող եք YouTube-յան ալիքում գտնել, նայել, հետաքրքիր ժամանակահատված է ձեզ սպասվելու։
Ուրան մոլորակի հետ կապված։ Ինչպես գիտենք, Ուրանը արդեն անցել է երկվորյակ նշան, այս ամսում շարժվելու է 2-ից 3 աստիճան։ Երկվորյակը ձեր երրորդ տունն է, բանակցություններ, քույր եղբայրներ, առհասարակ կապի տրանսպորտի միջոցներ, նման հարցեր։ Իսկ Ուրանը դա անկախատեսելի, անսպասելի մոլորակ է, այսինքն ինչ-որ անսպասելի փոփոխություններ է ձեզ սպասվում։ Ոչ միայն այս ամսվա ընթացքում, Ուրանը դեռևս գտնվելու է երրորդ տանը ձեր առաջիկա 7 տարիների ընթացքում եւ մեծ փոփոխություններ է բերելու։ Իհարկե յուրաքանչյուր ամիս այդ փոփոխությունները սկսելու են զգալ տարբեր օրերի ծնված խոյեր, հա, բայց Ուրանը երրորդ տանը ձեզ համար կարծում եմ, որ լավ է, դրական լիցքավորումներ է լինելու, իսկ այս ամսում ավելի շատ կզգան Ուրանի ազդեցությունները արդեն, այս անսպասելի փոփոխությունները այն խոյերը, ովքեր ծնվել են ամսի մարտի 22-ից 23-ից սկսած մինչև մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա սիրելի ընկերներ, դուք արդեն Ուրանի անսպասելի այդ իրավիճակները արդեն կսկսեք զգալ ձեր կյանքում։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 18-ից 21 աստիճան շարժվելով, աղեղնավորը ձեր 9-րդ տունն է, սիրելի ընկերներ, իսկ սև լուսինը հրահրումներն են, վախերն են, իսկ 9-րդ տունը այն ամենը, ինչը կապված է բարձրագույն կրթության հետ, կրոնի հետ, ինչպես նաև այն ամենի հետ, ինչը կապված է արտասահմանի հետ։ Զգույշ եղեք, քանի որ երբ սև լուսինը 9-րդ տանն է, գուցե հայտնվեն աղանդներ, որոնք փորձեն ձեզ շեղել ձեր հավատքից։ Եթե պետք է օրինակ արտասահմանի հետ կապված ինչ-որ գործողություններ կատարեք, գուցե ավիատոմսեր ձեռք բերեք կամ գումար ուղարկեք արտասահման, ապա շատ զգույշ եղեք, հնարավոր է խաբեության զոհ դառնաք։ Սատուրն մոլորակը, սիրելի խոյեր, շարունակում է գտնվել ձեր առաջին տանը, ձեր նշանում այս ամսում 12-ից 14 աստիճան շարժվելով։ Սատուրնը առաջին տանը իր փոփոխությունները կբերի հետևյալ ոլորտներում։ Հնարավոր է նիհարեք այս ժամանակահատվածում կամ համենայն դեպս եթե ցանկանում եք նիհարել, ապա լավ ժամանակահատված կլինի։ Գուցե ինչ-որ առումով դուք ավելի սառը դառնաք, մինչ այս ավելի շփվող եք, բայց հարաբերություններ լինեն, որտեղ դուք արդեն ավելի սառը ձեզ պահեք։ Բայց բոլորից շատ այս ամսում են զգալու Սատուրնի ազդեցությունը։ Այն խոյերը, ովքեր ասցենդենտով խոյ են, ասցենդենտը գտնվում է խոյի 12-ից 14 աստիճանում, կամ ովքեր ծնվել են ապրիլի 3-ից ապրիլի 6-ը 7 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, սիրելի խոյեր, ապա դուք արդեն կսկսեք զգալ Սատուրնի սահմանափակումները ձեր կյանքում։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, նորալուսինը լինելու է հունիսի 15-ին, երկորյակ նշանում, 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունում կթողնի անպայման, երկորյակը ձեր երրորդ տունն է, իսկ նորալուսինը դա նոր էներգիա է, հնարավոր է նոր դասընթացի գնաք, նոր կապի տրանսպորտի միջոց ձեռք բերեք, նոր հարևան ունենաք, նոր գոլեգա ունենաք եւ լիալուսին կունենանք հունիսի 30-ին, այդ եղջյուր նշանում ձեր 10-րդ տանը։ Կրկին, հա, 2 շաբաթ հետո եւս իր ազդեցությունը կարող է թողնել, այդ եղջյուրը ձեր 10-րդ տունն է, այսինքն ինչ որ բարձություն կմտնի ձեր կարիերան, ձեր աշխատանք, ձեր բիզնես։ Հնարավոր է այս լիալուսնի ազդեցության ներքո որոշ խոյեր որոշեն դուրս գալ աշխատանքից, փոխեք ձեր կարիերան կամ ինչ որ խոսակցություն ունենաք ղեկավարության հետ։ Այժմ նշեմ, սիրելի ընկերներ, լարված օրերի մասին։ Երբ որ նշում եմ լարված օր, 2-3 օր առաջ հետո, սիրելի ընկերներ, միշտ նկատի ունեցեք։ Ամսի 4-ին, հունիսի 4-ին ունենալու ենք լարված օր, Մերկուրին եւ Նեպտունը 90 աստիճանի անկյուն են կազմելու։ Այստեղ շատ զգույշ եղեք, լինելու է այս լարվածությունը ձեր առաջին եւ 4-րդ տներում, այսինքն ընտանիքի անդամների հետ կարող է լինել լարվածությունը, ինչ որ անհարթություններ, գժտություններ կարող է լինեն հատկապես երեխաների հետ, անչափահաս երեխաների հետ, հա, անհամաձայնություններ կարող են լինել։ Հունիսի 9-ն է լինելու լարված օր, այս օրը բավականին լարված է, Արևն ու Սև լուսինն են 180 աստիճանի անկյուն կազմելու եւ Մերկուրին եւ Սատուրնն են 90 աստիճանի անկյուն կազմելու։ Սիրելի ընկերներ, այս օրերին փորձեք ձեզ մնալ ինչ որ հատկապես ամսինին, հա, ճանապարհ գնալուց, արտասահմանի հետ կապված ինչ որ հարցեր լուծելուց։ Ինչպես նաեւ այս օրը ձեզ մնացեք ինչ որ անշարժ գույք գնելու կամ վաճառելուց։ Լարված օր կլինի հունիսի 17-ը, երբ Վեներան եւ Պլուտոնը 90 աստիճանի անկյուն կազմեն, ֆինանսական գործարքներ եւ հարաբերություններ մի բարձեք այս օրը։ Եվ հունիսի 25-ը կլինի լարված,
Այսօրը եւս սիրելի ընկերներ, փորձեք ընտանիքի հետ կապված շատ զգույշ լինել եւ շատ զգույշ եղեք տանը ջրի հետ, հա, հնարավոր է օրինակ ծորակը լավ չաշխատի, հետո խնդիրներ առաջանա կամ խողովակների հետ ինչ որ խնդիրներ առաջանան, նման իրավիճակներ կարող են լինել։ Այսքանը սիրելի խոյեր կապված հունիս ամսվա հետ, եթե ցանկանում եք ծննդյան քարտեզի վերլուծություն, անհատական տառո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Դե ինչ այսքանն է, շուտով կհանդիպենք, ցտեսություն։